Դաղստանի Հանրապետությունում վերջին օրերին գրանցված ռեկորդային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում 6 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխաներ, հաղորդում է Դաղստանի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Մելիկովը։ Նրա խոսքով մարտի վերջին օրերին եւ ապրիլի 5-ին տեղացած ինտենսիվ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների, ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման խափանումների, որոնք վնասել են ճանապարհները եւ կամուրջները։ Այս տեղեկությունները նա ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացված տեսաժողովում։ Դերբենսկի շրջանում գտնվող Գեջուխի ջրամբարը փլուզվել է կիրակի օրը, ինչի հետևանքով տարհանվել է 4000-ից ավելի մարդ։ Ընդհանուր առմամբ Դաղստանից տարհանվել է 6200 մարդ եւ ստեղծվել է 55 ժամանակավոր կացարան։ Պուտինը նշել է, որ մարտի 30-ին տեղացած անձրևի քանակը մեկ օրում 3 անգամ գերազանցել է ամսական միջին ցուցանիշը, ինչը ռեկորդ է մարզի համար 1882 թվականից մեթոդի տարկումների սկսվելուց ի վեր։ Նա կոչ է արել դաշնային, տարածաշրջանային եւ տեղական իշխանություններին համատեղ վերահսկել իրավիճակը, գնահատել վնասները եւ տուժած անձանց ժամանակին աջակցություն ցուցաբերել։ Արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը տեղեկացրել է, որ ուժեղ ցիկլոնի պատճառով գետերի մակարդակի կտրուկ բարձրացումը հանգեցրել է 25 բնակավայրերում ավելի քան 6000 բնակելի շենքերի ջրհեղեղի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների վնասման։